Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ կիսում եք ձեր առավոտը մեզ հետ եւ ներկայացնեմ թեման մարտի 28-ին Վաղաշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մարզային երիտասարդական իրադարձությունը՝ դեմ առ դեմ սերունդների երկխոսություն, ամենամյա ֆորումը։ Մարզերի երեխաները մարզերում ՀԿ-ի կողմից կազմակերպվող այս միջոցառումը գրանցել է աննախադեպ հետաքրքրություն, գերազանցելով բոլոր սպասումները, ինչը փաստում է 800 մասնակիցներ են եղել, հասկանում ես։ Հայաստանի մարզերից եւ Ջավախքից, միջոցառումից եւ սպասելիքներից ընթացքից խոսենք մեր գեղեցկուի հյուրերի հետ։ Եվ քեր են նրանք, Կարեն, դեմ առ դեմ մարզային ֆորումի կազմակերպիչ Այդա Ջանջուղազյանը, դեմ առ դեմ մարզային ֆորումի պատանի խոսնակ Մերի Հակոբյանը, լույս առավոտին։ Հայկական 2019-ից գործում է արդեն ու այս նախաձեռնությունը 3 տարեկան է կարելի ասել, 3-րդ անգամ է արդեն անցկացվում ու այս տարվանը շատ աննախադեպ էր, որովհետև հենց մեկնարկից ստարտից, երբ որ արդեն հայտերի դիմումների ընդունման պահը սկսվեց 48 ժամում դուք մոտ արդեն 600 դիմող ունեիք։ Ինչումն է ֆենոմենը, ինչումն է ֆանտաստիկան, բացեք գաղտնիքը, ինչումն է այդ նման պահանջարկը երիտասարդության կողմից։ Նախ շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Իսկապես այս տարի մենք ասում ենք, որ ամենասպասված ֆորումն է մինչև գրանցումներ բացելը, որովհետև շատ սպասում էին, մեզ անդադ գրում էին, երբ եք բացում գրանցումները, ավելի մանրամասն նորակարգային կետեր էին ուզում էին շատ հայտարարենք պատանի խոսնակներին եւ այլն, եւ գրանցումներից հետո իսկապես մեզ համար շատ աննախադեպ էր այդ թվերը, 40 ժամ 600-ից ավելի գրանցում, մինչդեռ մեր դահլիճը ընդամենը 600 հոգանոց էր եւ մենք արդեն վախենում էինք տվյալ թվերից։ Ինձ թվում է հիմնականում ֆորմատի տարբերությունն է, որ ինքը ընդհանուր ձևաչափը յուրօրինակ է։ Այստեղ չեն խոսում մեծահասակները ու միշտ տարբեր ֆորմատներում կարող ես տեսնել, հա, բեմի վրա։ Այստեղ հակառակը երեխաներն են բարձանում բեմ։ Եվ թե պատանի սերունդը ուզում էր իր հասակակիցներին տեսնել բեմի վրա եւ լսել իր ուղերձները, եւ ավակ սերունդն էր ուզում գալ, լսել պատանիների եւ որևիցե փորձ կամ որևիցե ուղերձ կողանալ իրենցից ու մտապահել։ Սերունդների երկխոսություն ձևակերպումն արդեն իսկ ունի շատ խորքային իմաստ, որպես այդպեսին, ինչն է այսօր ամենամեծ տարբերությունը սերունդների մտածողության մեջ։ Հիմնականում ժամանակակից այս առաջընթացը ստիպում է տարբեր կերպ մտածել ու նաև փորձառությունը ամենակարևորը։ Հատկապես մեր պատանի խոսնակները բեմից խոսեցին այն մասին, որ այս փուլերի միջով մենք անցել ենք, բայց դուք օրինակ չեք անցել եւ մենք կիսում ենք մենք անցնելով ինչ ենք զգում, ինչ փոփոխություններ են մեզ մոտ տեղի ունենում։ Այսինքն հիմնականում իրենց կյանքի ուղեգիծը հնարավոր է այս դարաշրջանի երեխաներին շատ ավելի տարբեր է եւ որը ստիպում է ավելի այլ ստանդարտ ուղղություններից շեղվել, ստանդարտ մտածելակերպից դուրս գործել։ Կներեք, այս ընթացքում նաև մենք դիտում ենք լուսանկարներ առված նախաձեռնությունից, խնդրում։ 800 մասնակիցը սա բավականին մեծ թիվ է իրականում, ինչի մասն է խոսում այս հետաքրքրությունը։ Պատանի խոսնակները բեմից ներկայացնում են իրենց յուրահատուկ փորձառության մասին եւ հղում են իրենց ուղերձները թե ավակ թե կրտսեր սերունդներին։ Բացի ելույթներից մենք նաեւ ունեցել ենք ցուցադրություններ պատանեկան նախագծերի, այսինքն նախագծեր, որոնք հիմնել էին երեխաները եւ ղեկավարում էին թե սոցիալական, թե բիզնես։ 7 նախագծի ցուցադրություն է տեղում ընթացել եւ դա էլ մի ուրիշ փորձառությամբ են կիսում կրտսեր սերունդը, թե ավակ սերնդի հետ համագործակցություններ էին փորձում գտնել, նվիրատվություն հաճախորդների կամ ուղղակի երկարաժամկետ համագործակցության տեսանկյունից եւ թե պատանի սերունդը շատերը իմացել են, որ նախագծային մոտենալուց հետո ուզեցել են միանալ թիմին կամ օրինակ սկսել են իրենց փորձառությամբ իրենք էլ կիսվել, որ ես էլ եմ օրինակ նման նախագիծ սկսել, բայց ես ինչ խոչընդոտների պատճառով դադարեցրել եմ եւ այլն։ Այսինքն մենք ստեղծում ենք բոլոր հնարավոր հարթակները, որ կարողանում են սերունդները արդյունավետ երկխոսել եւ սա բացառիկ օր է լինում հիմնականում սպասված այդ տեսանկյունից, որ երկու սերունդներ հանդիպում են 800-ի մեջ շուրջ 200 ավակ սերնդի ներկայացուցիչներ են եղել, գործարարներ, տարբեր ոլորտների փորձառու մասնագետներ, դե 600-ն էլ արդեն Հայաստանի բոլոր մարզությունից մինչև Ջավախք։ Մի հարց էլ ունեմ Այդային եւ դու խնդրում եմ։ Կա մի միտք, որ մարզերի երիտասարդները հաճախ ասում են, որ հնարավորությունները կենտրոնացված են ավելի մայրաքաղաքում։ Ձեր ֆորումը փոխում է այս պատկերացումը։ Այո, իհարկե, որովհետեւ առաջին 2 տարիներին մենք ֆորումը մեկնարկել ենք ավելի ծայրամասային քաղաքներ։ Վարդենսում առաջի տարին եղել 400-ից ավելի մասնակից,
հետո հյուսիսային Տաշիրում 550-ից ավելի, այս տարի վաղարշապատում ենք, իսկ տարածքի ընտրությունը մեզ մոտ մրցույթային է, երեխաները դիմում են ներկայացնում, անցնում են 3 փուլեր եւ ոնց որ թիմը որ հաղթահարում է, ձգտում են որ դեմարդեմը տանեն իրենց համայնք։ Շատ լավ այդ է։ Ունենք 8 երիտասարդ խոսնակ, որոնցից մեկը դուք եք, նախ ձեր թեման որն էր, ով էր ձեր մենթորը ու որքանով եք կարևորություն տալիս մենթորին, բացի այն, որ նա ձեզ ուժ ու էներգիա է տալիս շատ պրոֆեսիոնալ ճիշտ օգնում է կառուցել խոսքը, միտքը, որ դուք շատ ֆանտաստիկ ելույթ ունենաք, բայց էլ ինչ է տալիս մենթորը։ Շնորհակալություն հարցի համար։ Ես Մերին եմ, այս տարվա պատանի խոսնակներից մեկն եմ եղել։ Իմ ելույթի թեման ես ու եսն էր։ Այսինքն թեկուզ թեման ամբողջովին չի նկարագրում ելույթի իմաստը, բայց հենց դա էր կոնցեպտը, որ ամբողջ ելույթի ընթացքում ամեն ինչ շատ ավելի այսպես գայթակղիչ լիներ, լսելի լիներ, որ հետագայում բացվեր այդ տվյալ կոնցեպտը։ Դրա թեման, ընդհանրապես ելույթի թեման եղել է առաջնորդությունը, ինչպես թիմ կառուցել, որ առաջնորդի դուրս գալուց հետո այն չփլվի, այսինքն կառուցել համակարգված ու կարողանալ ներդնել քո արժեքները թիմային։ Իմ մենթորը եղել է Նարեկ Ամիրխանյան, Re-Range podcast-ի վարողը եւ հիմնադիր, իր հետ աշխատանքի արդյունքում կամ ընդհանրապես մենթորների հետ աշխատանքի ընթացքում կարծում ամենակարևորներից մեկը ինքդ քեզ ճանաչելն է, որտեղ դեմարդեմը այդ հնարավորությունը տալիս է ոչ միայն թույլ տալու, որ հանդիսատեսը քեզ ճանաչի, քո փորձը, այլ նաեւ դու ինքդ քեզ ճանաչես, որտեղ այդ ընթացքում շատերը չգիտեն թե ինչ փորձառություն իրենց փորձառության մեջ կոնկրետ ինչ կետն է ամենակարևորը եղել։ Օրինակ իմ փորձառության մեջ ամենակարևորը եղել այն, որ ստեղծել եմ 0-ից թիմ, որից դուրս գալուց հետո թիմը ամբողջովին չի փլվել, այլ շարունակել է իր ստատիկ ու օրգանիկ աճը։ Իսկ մենթորի հետ աշխատանքի հելի անդրադառնամ, որ այդ ինքնաճանաչման փուլը այնքան սիրուն է եղել, որովհետև դու ընդգծում ես քո մեջ հստակ հատկություններ, որոնք միջև այդ չէիր նկատում։ Ու դրանք պետքա ընդգծել ու գտնել, որովհետև ելույթիդ մեջ դա պետքա երևա, դու պետքա խոսես դրա մասին։ Այսինքն ներողություն դուք նա տալիս եք հնարավորություն մարդկանց, այսինքն գործիքներն եք առաջարկում, այն քայլերն եք առաջարկում, որոնց շնորհիվ կարելի է հավաքել թիմ եւ առաջնորդի բացակայության դեպքում թիմը չի փլուզվի։ Նման բան հնարավոր է։ Իհարկե։ Վաու։ Իսկ այս ֆորումից հետո Մերի ջան, ըստ ձեզ երիտասարդների մոտ մտածողության կամ մոտիվացիայի մակարդակում ինչը փոխվեց։ Շատ բաներ, կարծում, որովհետև անգամ ելույթից հետո ինձնից փոքր երիտասարդներ կամ հենց իմ տարիքի մոտենում էին ինձ ինչ որ հետ կարծիքներ էին տալիս ու ասում, որ շատ ոգևորիչ է, չգիտեմ, թե խոսքը, թե փորձառությունը, որովհետև դա հստակ կայանում է նրանում, որ քո տարիքակիցները քո կողքին անում են բաներ, որ դու չես անում, իսկ դա քեզ դրդում է անելու էլի նման բաներ կամ քո հետաքրքիր փորձառությունը ցուցադրելու, որովհետև շատերը մտածում են, թե ինքը ենթադրեն կարելի է մի յուրահատուկ փորձառություն, բայց ես ինչ եմ արել, արդեն իրենց վրա են անդրադառնում տվյալ հարցը, փորձում են գտնել իրենց կյանքում հստակ կետեր, ու դա այնքանով է ոգեշնչում, որ քո տարիքակիցներին նայելով դու ուզում ես կրկնել ոչ թե նույնը, այլ նմանատիպ մի բան, որովհետև պետք է հայտնվես բեմերում ու կիսես դա։ Իսկ այս տարվա ֆորումի ամենահուզիչ կամ ամենաոգևորող պահը որն է եղել, Այդա ջան։ Ու բացի իրենց ելույթներից բացի օրակարգից, էլ ինչ է եղել։ Ոյ։ Եվս մեկ պատանի խոսնակ ունեինք Արցախից, Աննան ամբողջ դահլիճին հուզեց իր պատմությամբ, հիմնական ներկայացնում էր, թե Արցախում ինչ գործունեություն է իրականացել կամավորական եւ հետվերադարձից ինչպես է նորից վերականգնվել, ստեղծել իր սեփական նախաձեռնությունը, Մարաշը եւ այլն, եւ ամենահուզիչ հատվածը, երբ որ իր պապիկի հեղինակային երգը սկսեց երգել հենց բեմից եւ բոլորը արդեն իրենց արցունքները չեն կարողանում զսպել եւ էլի ոգևորիչ փաստ հենց այս պատմության հիման վրա մեր ավագ մասնագետներից մեկը Աննայի նախաձեռնության շրջանակներում արդեն համագործակցության առաջարկ արել եւ իրենք պատրաստվում են պրոյեկտել ավելի մեծացնել ու զարգացնել արդեն միասին։ Իսկ եթե մեկ գաղափար տանեք մարզեր, որը կլինի դա։ Մենք դեմարդեմի շրջանակներում ասում ենք, որ իմաստությունը տարիքային սահմաններ չի ճանաչում եւ փորձառությունը պարտադիր չի, որ դու միայն ավագ սերունդից լինես կամ շատ երկար տարիների փորձ ունենաս, կրտսեր սերունդը եւս կարող է ունենալ փորձառություն ու ասելիք, որը կարող է օգտակար լինել բոլորիս։ Մարզերի երեխաներին ես ուղղակի կասեմ, որ անպայման հետևեն դեմարդեմին, որովհետեւ այս տարվա խոսնակների շարքում կային անցած տարվա մասնակիցներ կամ նույնիսկ խոսնակներ, ովքեր հարցազրույցի փուլը չէին հաղթահարել, բայց այս տարի նրանք արդեն բեմում են եւ քանի որ դեմարդեմը
ամենամյա է, թող իրենց ուժերը փորձեն անպայման հաջորդ տարվա համար։ Իմ կարծիքով այսօր անդրադառնում ձեր խոսքին երիտասարդներից, նոր սերունդից իմ կարծիքով շատ բան ենք սովորելու ու նրանց այլ կերպ մտածողությունը, իրենց համարձակությունը ու առասարակ կյանքի վերաբերյալ իրենց լավ իմաստով նաև պնդաճակատություն։ Այո, միանշանակ, այն որ ես ասում եմ, մենք այս նոր սերնդի գոնե մի այսքան իրենց համարձակությունից ունենայինք ժամանակին, մենք ամբողջությամբ այլ կերպ կառուցեինք մեր կյանքը։ Նաև կուզեի ՀԿ-ի վերաբերյալ, ՀԿ-ի որն ՀԿ-ի հիմնական նպատակը առաքելությունը ինչու է կայանում։ Մենք կերտում ենք հայրենատեր ամուր արժեքներով առաջնորդներ մարզերում իրենցով ստեղծում համայնք, ապակենտրոն համայնք ու այս ամեն ինչը հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ Մենք ձգտում ենք բոլոր հնարավորությունները, ակտիվությունները տանել դեպի մարզեր, տանել ամենախորքային հատվածներ եւ նաեւ մարզերը իրար կապել, որովհետեւ այսօր շատ հաճախ ակտիվությունները ստեղծում են տվյալ մարզում, մասնակցում են միայն տվյալ մարզի երեխաները, իսկ մեր տարբեր նախաձեռնությունները թույլ են տալիս մարզային կապերը ձևավորել, հա, օրինակ հենց այս դեմարդեմ ամենամեծ մասշտաբ ֆորումներ, բայց օրինակ մենք տարբեր մարզայցեր ենք անվանում մարզայցերի շրջանակներում 40 հոգու շրջանակներում ոչ միայն տվյալ համայնքից են լինում, այլ 5-10 հոգի էլ տարբեր մարզերից կամ օրինակ ճամբարներ ենք իրականացնում, կրթաճամբարներ, տարեկան 15 կրթաճամբար ունենում ենք եւ մասնակիցները Հայաստանի բոլոր մարզերից են։ Մինչդեռ մենք անում ենք որևէ կոնկրետ մարզում։ Այսինքն համայնք արդեն ձևավորված վաղուց, որ ամեն տարվա օրինակ մասնակիցները մեկը մեկի հետ կապի մեջ են։ Այո, իհարկե, մենք արդեն գրեթե 7 տարի ինտենսիվ աշխատում ենք մարզերի երեխաների հետ, այս պահին համայնքում կան արդեն 400-ից ավելի մարզերի երեխաներ, ինչպես նաև Ջավախքից, եւ 120-ից ավելի ավագ փորձառու մենթորներ, ովքեր տարբեր հարցերով, տարբեր մասնագիտական եւ անձնային զարգացման հարցում աջակցում են երեխաներին հիբրիդային ձևաչափով։ Հետաքրքիր է, դուք համայնքի մեջ կապի մեջ եք երեխաների հետ, տարբեր տարիների մասնակիցների հետ, փորձի փոխանակում, գիտեմ որ դա շատ լավ բան է, բացի այն որ մեկը մեկին գիրք է փոխանցում, այս գիրքը կարդա ֆանտաստիկ գիրք է, ես կարդացել եմ, ու այլ նաև հնարավորություններ է տալիս նաև փորձի փոխանակում, բացի դա որքան շատ է շփվում տարբեր մարդկանց հետ, այդքան ավելի բան ես կարողանում սովորել։ Ձեզ ինչ է տալիս այդ համայնքի անդամ լինելը։ Ես արդեն 2-ից ավել տարի եմ մարզի երեխաները մարզերում, ՀԿ-ի կամավոր եմ ու կամավորում եմ մարզային թիմերում։ Այս պահին տարածքային զարգացման բաժնում ենք աշխատում ենք տարբեր մարզերի երեխաների հետ, որոնք երիտասարդական խմբեր են ու առաջ են տալիս մարզի զարգացումը։ Մեմը ինձ տվել է հենց այդ կապերը, երեխաների հետ կապերը, այսինքն ես միշտ ասում եմ, որ եթե գնամ ինչ-որ մարզ ու գիշերել տեղ չունենամ, հաստատ կգտնեմ այդ ընկերը, ով ինձ կտա ու ընդհանրապես համայնքը կոնկրետ մեմում շատ ուժեղ է, որովհետև դու գիտես, որ դու ունես ամեն տեղում քեզ ընկեր, ամենակարևորներից մեկն էլ որ Այդան նշեց մենթորների լինելը, որովհետև իրենք քեզ ամեն հարցով օգնում են, անգամ այս դեմարտեմի աշխատանքների ընթացքում էլ ես շատ մենթորներից եմ ստացել հետքարտիքներ, ելույթ հղկել եւ այլն, ու անգամ այդ բանը որ նշեցիք համայնքի միջոցով ինչ-որ գրքերի եւ այլն փոխանակելը, մենք մեմում ունենք նման նախաձեռնություն ցանցային գրադարանը, որտեղ ունենք նվիրատված ուրիշ կազմակերպություններից գրքեր ու կարողանում ենք դրանք փոխանցել մարզերի միջև, շրջիկ գրքեր են ամենօր մարզում։ Ես գիտեմ նաև որ ձեր ելույթի ժամանակ նաև մեծեր այսպես ասած, հա 200 գործարարներ տարբեր մարդիկ ունեցել հնարավորություն ձեզ ուղղելու հարցեր։ Այ որ հարցն է կամ եթե նույնիսկ ձեզ ուղղված չի եղել այդ հարցը, բայց որ հարցն է եղել, որը որ հնչել է այդ նախաձեռնության ընթացքում, որը որ ձեզ հետաքրքրել է, գրավել է, կան նման հարցեր։ Այո, օրինակ մի քանի գործարարներ ինձ թե մոտեցան, թե հարցեր տվեցին, որ իրենք իսկ լինելով 16 եւ ավել տարվա փորձառու ղեկավարներ, առաջնորդներ, անգամ ուղերձներ են վերցրել ելույթիցս ու ասացին, որ կվերանան իրենց փորձառությունը իրենց թիմերում, բայց հարցերից անդրադառնամ, օրինակ երեխեք կային, ովքեր թիմ էին կառուցում, ու ես վստահ եմ իմ ելույթը ինչ որ ազդեցություն թողել է իրենց վրա, որովհետեւ ես այնտեղ նշում եմ
պատասխանատվությունը թիմից դուրս գալուց առաջ, կառուցելու ընթացքը, թիմային հարաբերությունները, հարցնչեց թե ինչպես պահել թիմը, ինչպես կառուցել դա։ Ես հստակ նշում եմ երկու բան, որ այո, ես իմ ելույթը փաստ է, որ թիմը կառուցվել ու չի փլվել, բայց դա 100% երաշխիք չի տալիս, որ ձեզ մոտ նույն կերպ հենց նույն գիծը կստացվի, բայց նաև որ նշում եմ առաջնորդի երկու եսերի տարբերությունները, երբ որ առաջնորդը իրեն է ամենակարևորը դասում թիմում ու կարծում է, որ ինքը ավելի կարևոր է, քան թիմակիցը, այս արդյունքում թիմը չի ձևավորվում այնպես, որ լինի կառավարելու ու կայուն։ Սա նաև լավ հնարավորություն է, եթե այդպես չէ, հուսամ առաջիկայում արդեն այդպես կլինի, որովհետև երբ որ ներգրաված ու հրավիրված են լինում տարբեր գործարարներ, տարբեր ուղղություններում մեծ հաջողությունների մարդիկ, նաև կարող են տեսնել պոտենցիալ ու լավ կադր, որին կարող են այսպես ասած տանել իրենց մոտ աշխատելու համագործակցելու։ Լինում են տեն շատ դեպքեր, այս պահին էլ արդեն երեխաներից հետ կարծիքներ ունենք, որ համագործակցության առաջարկներ ունենք, արդեն դե երրորդ անգամ է նախորդ 8 պատանի, ամեն տարի 8 պատանի խոսնակի ելույթ ունենում։ Լինում են դեպքեր, որ միանգամից աշխատանքի առաջարկ են անում պատանիներին ու ֆանտաստիկ է։ Սկսում համագործակցությունը։ Ձեզ հաջողություն միմիայն նոր երիտասարդներին, ովքեր որ կդիմեն արդեն մյուս տարի նոր հաջողություններ, ձեզ հաջողություններ, հուսամ ձեր մասին կխոսենք, ձեր անունը դեռ շատ անգամներ կլսենք ու մեծապատճամ կասենք, մեր մոտ հարցազրույցի են եկել։ Մեր հյուրերն են Դեմարդեմ մարզային ֆորումի կազմակերպիչ Այդա Ջանջուղազյանը եւ Դեմարդեմ մարզային ֆորումի պատանի խոսնակ Մերի Հակոբյանը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ։ Իսկ այսքանով լուսարոտին ավարտվեց, կհանդիպենք վաղը, ես չեմ լինի, չգիտեմ ով է, դու գալու ես վաղը գործի։ 5 շաբթի։ 5 շաբթի։ Մենք 5 շաբթի։ Եթե դու չես գալիս, ես գամ ինչա։ Չէ, վաղը մեր աշխատել մեր գործընկերները, իսկ մենք կհանդիպենք 5 շաբթի, մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։